Ապրիլի 25-ը հայ անվանի վիպասան Ռաֆու հիշատակի օրն է։ Կյանքի վերջի տարիներին, չունենալով եկամտի այլ աղբյուր, գրողը ամբողջովին կախված մնաց գրական գործունեությունից ու թեև իր բեղուն գրչին այդպես էլ երբեք բավարար չվաստակեց։ Մի անգամ Ռաֆին գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ, հետո վճարելու պայմանով։ Հացավաճառը հրապուրված էր Ռաֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում։ Այդ պատճառով էլ մերժեց վիպասանի և հաց չտվեց։ Այդ դեպքից մի քանի ամիս անց Ռաֆին կնքեց իր մահկանացուն։ Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի թաղմանը, գնաց նաև խանութպանը։ Տեսնելով հանգուցյալին նա ցնցվեց, քիչ էր մնում հուզմունքից շնչահեղձ լիներ։ Ինչպես կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի։ Թաղման հաջորդ օրից սկսած ամբողջ մի տարի խանութպանն ամեն առավոտ 2 թարմ հաց էր ուղարկում Ռաֆու այրուն։ Եթե հավանեցիք տեսանյութը, չմոռանաք թողնել մեկնաբանություն։